ջան, տեսեք, մի հատ ինչ եմ ուզում ցույց տամ։ Ստե եղևնի ենք տնկելու։ Այս փոքրիկ եղևնին, նայեք։ Ընդամենը փոսը լինելու էր 60 տրամագծով լայնությունը, 50 սանտիմ խորությունը։ Այս այն այգին է, որ մոնտաժն արեցինք, հողը փռեցինք, ծառերը տնկեցինք, երթը հասավ եղևնուն։ Սրանց տեղը նորմալ էր, փոսերը փորեցինք, իր բնական հողներ, եկանք հասանք եղևնու տեղը, որը պետք է այգու մեջ տեղը լիներ, քանդեցինք, ինչ տենանք, խիեմ, սա նկարում, խիեմ, սա ուսաբանում, նայեք, ու լիքը մի քանի կաշկա տարել ենք, այսինքն շինարարական աղբ, չգիտեմ, ինչ ձև ասեմ, որ երբ որ ամեն մարդ միշտ կրկնում եմ իր աշխատանքը բարեխիղճ անի, նման խնդիրների առաջ չեն կանգնի, նայեք, տուֆի կտորները, սենց փոսեր, ես իմ ինչքան անցքի էր, շինարական բիտոն, զիբիլ, ամեն ինչ, նայեք, թաղած, մենք էլ չենք կարող ասես բաներում անխիղճ վերաբերվենք, ասենք դե գիտես տանտերս թե չի կամ թե ինձնից հետո ինչ կլնի, հիմա այս փոսի մեծությունը նայեք, դեռ մենք էլ չենք վերջացրել, հիմա ինչքան կարանք մեծ տրամագծով մի մետրի չափով գոնե, ինչքան քար աղբ պետք է հանենք, որտեղը նորմալ հողախառնուրդ սարքած լցնենք, որ այս ծառի կյանքը նորմալ լինի, ապրի, ինչն է ասածս, նորից եմ կրկնում, ամեն մեկս բերեք բարեխիղճ լինենք մեր աշխատանքի մեջ, անտարբերությունը, գլխառատությունը, անորակությունը, թողեք ժողովուրդ ջան, մի կյանք ենք ապրում, ինչ անում ես սրտանց արա, որակով արա, նպատակային արա, իրական արա, ես էլ մեր ես աշխատանքից, այսքանը, տեսեք ժողովուրդ, այսքան, նորից շեշտեմ այս մի փոքր եղևնու համար, որ պետք է 60-50-ի վրա փոս փորենք, փորեցինք, տեսանք շինարարական աղբ, ստիպված եղանք մեծացնել, էլ ընդեղ տեսեք ինչեր է, այսինքն ինչա արած, հավանաբար, մեծ քարերով, շինարարական աղբով, տեղը հարթացրել են, մի քիչ խամ հող, փափուկ հող լցրել են, իբրև թե ամեն ինչ նորմալ է և շենքիրը հանձնել։ Մենք ստիպված եղանք, դե չենք կարող ամբողջ այգին վարենք, սենց այս քարերը հանենք։ Տանտերն էլ չի ուզի, ահա որ ես իմ ինչեր կլինի, ինչ եմ դրանով ասում, նայեք, մեծացրել ենք, որ սկզբնական, ստեղ լցվի լրիվ այս պարտացված հողախառնուրդից, ծառը սկզբնական իր կյանքը տենա, այս տակն էլ արդեն ավազոտ է, մեծ քարերը հանել ենք, տեսա արդեն վատ հող է, կոպիտ ասած, բայց մեծ քարերը հանած, ինքը արդեն աշխատելու է, իր արմատելնելու է, ճիշտ է ինչքան ամբողջ այգու մեջ լավ հողեր լինի, այնքան լավ, բայց չգիտեմ ինչով եմ սրա ասում, որ ինչքան վատ է, էլի որ ամեն մեկն իր գործը հոգատարոջուշ գրի չի անում։ Երևի 10 կաշկա իրոք առանց չափազանցնելու, որ փոս փորելու բանից տեղյակ չի պատկերացնի ոնց կարա այս սենց փոսից, այսքան փոսից 10 կաշկա քար գնա, բայց իրոք այդքան քար է գնացել։ Հիմա այդքան լավ հողախառնուրդ պետք է լցնենք, ջրով նստացնենք, սեղմենք ինչքան կարանք, նոր եղևնին տնկենք։ Սրանով ինչ եմ ուզում ասեմ, մեր մոտ մեր նյութերը միշտ կարակ տենակ, տենց ենք անում մենք։ Եկանք խնդրի առաջ կանգնեցինք, խնդիրը պետք է լուծենք, իրական պայմաններ ստեղծենք, նոր ծառը տնկենք։ Դե սրանք էլ արդեն ավարտել ենք, սրանց մոտ չկար այդ խնդիրը, նորմալ փոսերը փորել ենք, ծառերը տնկել ենք։ Պարզապես ամեն մի անգամ մի խնդիր ստեղծվում, գործերը բարդանում, ձգձգվում է։ Ինչևէ պետք է որակը, նպատակը, տեղը իդեալական անենք, հանձնենք, այսքանը։